քանի մանդատ ունի իշխանությունը։ Եթե հարցը այն է, եթե հարցը չէ, եթե դուք նկատի ունեք իրավիճակ է փոխվել այդ առումով, ես ձեզ կասեմ, որ իրավիճակ չի փոխվել, որովհետև այսօր էլ իշխանությունը չունի սահմանադրական մեծամասնություն։ Ինչու այդ հարցը նախկինում չի ծագել։ Մենք ասել ենք, որ մեր օրակարգում հեղափոխությունից հետո եղել է սահմանադրությունը փոփոխել եւ դա եղել է քաղաքական հանձնառություն, ինչը մենք ստանձնել ենք եւ պատրաստ ենք եղել ի կատար ածել։ Նոր սահմանադրության տեքստը հրապարակել է եւ հանրության հետ քննարկել է մեր քաղաքական հանձնառության մի մասն է։ Թե ինչ կլինի դրանից հետո ժամանակը ցույց կտա։ Նիկոլ Փաշինյանը ասում է միջազգությունները դիվարքանել այս հարցեր կապված, որ եթե ԿՊ-ն չունենա սահմանադրական մեծամասնություն, պատերազմ կլինի սեպտեմբերին։ Հիմա ԿՊ-ն չունի մեծամասնություն սահմանադրական, դա ենթադրում է, որ մենք պիտի պատրաստվենք պատերազմի եւ հիմա ամեն ինչ անում ենք, որ այդպես չլինի։ Այսինքն ինչ եք անելու, եթե ձայների հաշվարկի ԿՊ-ի չի։ Ինչ արյալ սահմանադրական մեծամասնություն, դե ես ձեզ նույն բանն եմ ասում, որ հիմա էլ չունենք սահմանադրական մեծամասնություն, բայց ձեր հարցի պատասխանը ժամանակն է։ Ժամանակը ցույց կտա, թե ինչ կլինի։ Մենք մեր աշխատանքը կկատարենք, հանրային պահանջի մեծությունը կչափեն նաև մեր գործընկերները, որոնք այսօր մտածում են ընդդիմադիր գործընկերների նկատի ունեն ապագայում, եթե կորոշեն վերցնել մանդատը, կչափեն նաև հանրային պահանջը իրենք եւ կայացնեն կամ մենք բոլորս կկայացնենք համապատասխան որոշում։ Տիկին նախարարներ եկել, դուք արդեն երրորդ անգամ եք հարց տալի։ Տիկին Գալյան Ֆակտոր TV-ին տեղեկություններ ունի, որ արդեն 24 օր հացադուլ իրականացնող Արթուր Օսիպյանը պահվում է անմարդկային պայմաններում, այն խուցը, որտեղ նա գտնվում է, մեղմ ասած անմխիթար վիճակում է, բորբոսած խոնավ պատեր, որտեղ նույնիսկ առողջ մարդը կարող է առողջական խնդիրներ ձեռք բերել, այլ չասած 24 օր հաց չկերած եւ հյուսված անձը, դուք սա ինչպես եք մեկնաբանում, դուք որպես արդարադատության նախարար եւ ուժի ներկայացուցիչ, որը եվրոպական ստանդարտների է ձգտում, արդյոք սա նորմալ եք համարում եւ ինչ գնահատական ունեք այս իրավիճակին։ Նախ դուք հարցադրում չտվեցիք եւ պնդում արեցիք, որ կոնկրետ անձը պահվում է ինչ-որ անմխիթար պայմաններում։ Զրո հարկում։ Մեր կապ չունի, որ հարկում է պահվում, մեր քրեական հիմնարկների պայմաններն այնպիսին են, ինչպիսին են, բայց մենք շարունակաբար դրանք բարելավում ենք։ Արթուր Օսիպյանի առողջական վիճակը գնահատվում է կայուն։ Ես ամեն օր օպերատիվ կարգով տեղեկություններ եմ ստանում նրա առողջական վիճակի մասին։ Նաև հենց երեկ նրան այցելել է մեր աշխատակիցը կենտրոնական մասից, սոցիալ-հոգեբանական աշխատանքներ իրականացնող ստորաբաժանման ղեկավարը մասնավորապես, եւ նաև նրան առաջարկվել է հաղորդում ներկայացնել հանցագործության մասին այն իրողությունների հետ կապված, որը իր կարծիքով առկա են եւ որոնք իրենց բնույթով իր կարծիքով հանցավոր են եւ այդ կապը իրավասու մարմինների, մասնավորապես քրեական մարմինների հետ ապահովվել է մեր կողմից, այսինքն մենք ամեն ինչ անում ենք, որ անձի բոլոր իրավունքները, այդ թվում օրինակ հացադուլի իրավունքը պատշաճ ապահովի, նրան տրամադրվում է զբոսանքը իրեն հասանելի եւ ամեն ինչ արվում է, տեսակցությունները հարազատների հետ եւ ոչ մի միտում չպետք է փնտրել դեպի ավելի վատ վերաբերմունք կոնկրետ անձի նկատմամբ, որովհետև դա ուղղակի չի կարող լինել։ Դուք եղել եք զրո հարկում, ես բոլոր հարկերում եղել եմ։ 16 թվականին որոշում էր կայացվել, որ այդ զրո հարկերը այլևս չեն օգտագործվելու շատ վատ պայմաններով սենյակ։ Որևէ հարկի հետ կապված որևէ խնդիր չկա, ես բոլոր հարկերում մշտապես լինում եմ։ Իսկ խափանման միջոցը ինչու է հատկապես դա ընտրվել եւ հիմա արդյոք կարող է պատճառ լինել նրա առողջական վիճակը, որ խափանման միջոց փոխվի։ Չգիտեմ ինչու է կոնկրետ խափանման միջոցը ընտրվել, որովհետեւ չեմ կարող իմանալ եւ չպետք է իմանամ, դա իմ պաշտոնն ուղղակի արգելում է։ Իսկ ինչ վերաբերում է առողջական վիճակով պայմանավորված խափանման միջոցի փոփոխությանը, ապա ես հույս ունեմ, որ բան դրան չի հասնի եւ անձը դուրս կգա հացադուլից, իր բարձրաձայնած խնդիրները
եթե դրանք իրական խնդիր են, կստանան լուծում։ Գնեք դուք այցելել եք։ Ամեն դեպքում նաև հույս ունեմ, որ արտիրականացնող մարմինները ինչ որոշում կայացնեն, դա մենք դա ենք իրականացնելու, այո, կարելի է ասել, որ բոլորի դեպքում էլ մեր պարագայում հիմա էգոիստական բան կասեմ, խիստ ցանկալի է, որ խափման միջոցը փոխվի։ Գներեք դուք այցելել եք տիկին նախարար։ Ոչ, Արտիրոսյանը չկացել։ Տիկին Գալյան, ճիշտ է, դեռևս նոր կառավարություն չի ձևավորվել, բայց արդեն կան նախագծներ, որ